Հունիսի 11-ին Նոր-Նորքի 6-րդ զանգվածում գտնվող գեղեցկության սրահներից մեկում սպասարկում էին մի կնոջ։ Վարսահարդարուհին փորձաշրջան էր անցնում, այսինքն թե մի քանի ուշադիր աչք նայում էին նրա գործին, որ որոշեն ընդունել մշտական աշխատանքի, թե ոչ։ Հերթական փորձությունն էլ անցավ Լիաննան, այցելուն գոհ էր, ֆիզարցակուրտ մեկնելու սպասող աշխատակցուհին էլ ժպտաց, իրեն փոխարինող կլինի։ Այցելուն գնաց, բայց 1 ժամ էլ չէր անցել, որ վերադարձավ։ Հարդարանքից չէր բողոքում։ Ըստ նրա, Լիաննան հարդարելու ընթացքում հասցրել էր թռցնել, այլ կերպ ասած, գաղտնի ապշտակել իր պարանոցի շղթան։ Լիաննան ժխտում էր, վիրավորված լաց լինում։ Սրահի աշխատակիցներն էլ չէին հավատում կնոջ ասածին։ Միթե կինը չի զգացել, ախր իրենք էլ ուշադիր հետևում էին, թե նա ինչպես է գործանում։ Այցելուն գնաց, բայց համոզմունքը չէր փոխել։ Հետո էլի էր գալու նույն մեղադրանքով, բայց մինչ այդ Լիաննայի հետ էլի ինչ-ինչ բաներ էին կատարվելու։ Հերթապահ մասի հուլիսի 9-ի հաղորդման ժամանակ կողոպուտի վերաբերյալ տեսանյութ եղավ, ավելի ճիշտ հայտարարություն էր, որ ուղեկցվում էր տեսահսկող սարքի տեսագրության ցուցադրմամբ։ Հունիսի 24-ին ժամը 14-ի սահմաններում անհայտ անձը Երևանի Շիրակի փողոցի շենքերից մեկի երկրորդ հարկի աստիճանավանդակի վրա պարանոցից պոկելով բացահայտ հափշտակել է մի քաղաքացու ոսկյա շղթան եւ կասկածներ կան, որ կողոպուտը կատարել է տեսանյութում պատկերված անձը։ Նրա մասին տեղեկությունները խնդրում ենք հայտնել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Արդեն հուլիսի 14-ի հերթապահ մասում պատմվում էր, որ վերոհիշյալ կողոպուտը կատարել է Նոր-Նորքի բնակիչ գեղեցկության սրահի վարսահարդար 27-ամյա Լիաննա Խաչատրյանը, որը անհերքելի փաստերի ճնշման տակ խոստովանել է արարքը։ Հենց այս հաղորդումից հետո այցելու կինը կրկին մտավ գեղեցկության սրահ, դիտել էր հերթապահ մասը ու կասկածը դարձել էր համոզմունք։ Ասում էի, չէ՞, ասում է ու հեռանում եւ գուցե մոռանում, որ նման դեպքերում հարկավոր է դիմել ոստիկանություն, եւ այնուամենայնիվ ոստիկանության Նոր-Նորքի եւ Մայրաքաղաքի այլ բաժինների համատեղ օպերատիվ հետախուզական աշխատանքների շնորհիվ գողությունը բացահայտվեց ու դարձավ մոտ 20 օրում Լիաննայի մասին պատմող արդեն 3-րդ տեսանյութը հերթապահ մասում։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հուլիսի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 19, խարդախության 11 դեպքից 10, կաշառակերության 2, խուլիգանության եւ յուրացման մեկական դեպքերը բացահայտվել են։ Բացահայտվել է նաեւ գողության եւ դրամանենգության մեկական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 24 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Հուլիսի լույս 22-ի գիշերը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները նույն վարչական շրջանի ոստիկան վետերանների խորհրդի անդամների հետ կեսգիշերային ծառայություն էին կատարում Երևանի հաղթանակ զբոսայգու տարածքում։ Ոստիկանների ուշադրությունը գրավեցին 2 երիտասարդ, որոնք գիշերվա ուժամին զբոսայգում հեռուստացույց էին տեղափոխում։ Ճշտելու նպատակով մոտիկացանք նրանց, պարզվեց, որ գողություն էին կատարել նշված զբոսայգու սրճարաններից մեկից։ Ուստի նրանց գողոնով հանդերձ բերման ենթարկեցինք ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ 17-ամյա Ռաֆայելը աշխատում էր Մալացիա-Սեբասյան համայնքի ավտոլվացման կետերից մեկում։ Հերթական մեքենան լվացման կետից հանելիս վնասել էր։ Տիրոջ հետ պայմանավորվել էին 100,000 դրամ պետք է վճարեր նրան։ Ռաֆայելն ու իր ընկեր 18-ամյա Անդրանիկ Համբարյանը որոշել էին ինչ-որ կերպ հայթայթել այդ գումարը եւ ընտրեցին հանցավոր ճանապարհ, գողություն արեցին ու նույն պահին էլ բացահայտվեցին եւ բերման ենթարկվեցին։ Ռաֆայելը թեև անչափահաս է, սակայն հասցրել է լինել ոստիկանության տարածքային տարբեր բաժիններում։ Մեր հարցին թե նախկինում քանի անգամ է ոստիկանություն բերվել, պատասխանեց. Որ մեկն ասեմ, տարբեր բաների համար, կռիվների համար։ Ընկերովի գողություն կատարելուց ժամեր անց արդեն Քանաքեռ-Զեյթունի բաժնում Անդրանիկն ու Ռաֆայելը մանրամասն պատմում էին տեղի ունեցածը։ Հուլիսի 22-ին ժամը 2:30-ի սահմաններում մագլցելով հաղթանակ զբոսայգու տարածքում գործող սրճարանի պատի վրայով մտել էին սրճարանի տարածք։ Տեխնիկական միջոցներ գործադրելով գողացել էին Samsung հեռուստացույց եւ LG նվագարկիչ, պատճառելով 400,000 դրամ գումարի գույքային վնաս։ Գողոնը առգրավված է։ Անդրանիկ Համբարյանն ու Ռաֆայելը ստորագրությամբ բաց են թողնվել։ Նախապատրաստված նյութերը ուղարկվել են Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։ Կատարվում է նախաքննություն։